Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, ես Աստծո շնորհը, սերը, խաղաղությունն եմ կանչում յուրաքանչյուրիս վրա։ Հայր Աստված, Հիսուսի անունով խնդրում եմ, որ մեզ լցնես քո կամքի գիտությամբ եւ տաս մեզ բոլոր ռեսուրսները, եւ հոգեվոր, եւ ֆիզիկական, եւ նյութական, որ անհրաժեշտ են Տեր, որ մենք քայլենք քո կամքի մեջ, թող քո նպատակները կատարվեն մեր կյանքում, թող քո կամքը կատարվի մեր կյանքում, Տեր ազատագրի մեր կամքը, որ մեր կամքը չծառայի մեղքին, խավարին, չարին, մեր եսին, մեր մարմնական ցանկությանն ու այս աշխարհին, այլ միակը, ում առաջ մենք ծնկենք, միակը, ում առաջ մենք լինենք հուլ հնազանդ, լինես դու Տեր ջան, որպեսզի դու էլ մեր գլուխները բարձրացնես, դու էլ քո զորությամբ մեզ առաջնորդես, Տեր ներիր մեր մեղքերը եւ օգնիր մեզ հանձնվել քեզ, մեր կամքը, մեր ցանկությամբ հնազանդեցնել քեզ, որպեսզի քո կամքը կատարվի մեր կյանքում, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Երեկվանից մենք սկսել ենք Հռոմեացիներ նամակի գրքի մեկնաբանությունը ըստ իմ հովիվ Էբո Էսելի, բայց երեկ ես մանրամասնորեն ներկայացրեցի ավետարանը, ինչ է ավետարանը, ինչ է քարոզում ավետարանը եւ ինչպես է ավետարանը Հիսուս Քրիստոսի զոհողության միջոցով մեզ բերում փրկության։ Լսեք նախկին դասը, որտեղ դա հիմնարար է, դա ֆունդամենտն է, իսկ Հռոմեացիների գիրքը գնալով մեկնում է ավետարանի կոնկրետ հասկացություններ։ Մենք սկսում ենք նախաբանով։ Հռոմեացիների գիրքը կամ Հռոմեացիների նամակը Աստվածաշնչի շատ կարևոր գրքերից մեկն է։ Այն գտնվում է Նոր Կտակարանում, այն Պողոսի նամակներից մեկն է։ Շատ կարևոր է, որ մենք Հռոմեացիների նամակը խորությամբ հասկանանք, ըմբռնենք ու կիրառենք մեր կյանքում։ Աստծո խոսքը հասկանալն ու ըմբռնելը բավարար չէ, բայց ըմբռնումը շատ կարևոր է, որպեսզի կարողանանք կիրառել։ Կիրառելով են Սուրբ Հոգու պտուղները մեր մեջ զարգանում։ Կիրառելով է Աստծո խոսքը դառնում Սուրբ Հոգու սուրը, որով մենք կարողանում ենք հակառակվել չարին։ Ամեն քրիստոնյայի նպատակը պետք է լինի ապրել ու հռչակել Քրիստոսի ավետարանը, այսինքն իր կյանքով ապրել Քրիստոսի ավետարանը։ Սա Աստծո կամքն է ամեն քրիստոնյայի համար։ Մենք պետք է ապրենք որպես քաղաքացիներ, ովքեր արտացոլում են Քրիստոսի ավետարանը, այսինքն ապրես որպես Աստծո արքայության քաղաքացիներ, եւ նաեւ անել այն, ինչ Հիսուսն ասաց Մարկոս 16:15-ում. գնացեք ամբողջ աշխարհով մեկ եւ բոլոր արարածներին ավետարանը քարոզեք։ Ուրեմն Հիսուս Քրիստոսի ավետարանը ապրելը եւ հռչակելը եկեղեցու առաքելությունն է, ու ամեն քրիստոնյա մենք այդ եկեղեցին ենք, այդ եկեղեցու մասն ենք, ու այդ եկեղեցու անդամն ենք։ Այն ամենը, ինչ անում են տեղական եկեղեցիները, անկախ որ երկրում են գտնվում, պիտի տեղավորվի Հիսուս Քրիստոսի ավետարանը հռչակելու եւ այդ ավետարանով ապրելու շրջանակում, ապրել որպես մարդիկ, ում կյանքերը ազդվել են Հիսուս Քրիստոսով, նրա զորությամբ, խաչի վրա Հիսուսի արած ու ավարտած գործով։ Եկեք նախ նորից անդրադառնանք, թե ինչ է իրենից ներկայացնում Հիսուս Քրիստոսի ավետարանը ավելի կարճ ձևով, նախկին դասը ավելի լայնածավալ լսեք։ Քանի որ լսողները ոչ միայն հավատքի մեջ ամուր մարդիկ են, այլ նաև նորահավատներ եւ գուցե դեռ հավատքի չեկած մարդիկ։ Պողոսը առաջին Կորինթացիների 15-րդ գլխում տալիս է ավետարանի համառոտ, բայց ամբողջական նկարագիրը։ Ես ձեզ ավանդեցի այն, ինչ ինքս ընդունեցի։ Այսօր էլ ես ձեզ, սիրելիներս, փոխանցում եմ այն, ինչ ինքս եմ ընդունել։ Եվ դա այն է, որ Հիսուս Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ, համաձայն Սուրբ գրությունների։ Նա թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նորից համաձայն Սուրբ գրությունների։ Որտեվ ավետարանը, սիրելի մարդ,
վերաբերում է Քրիստոսի անձին եւ Քրիստոսի արած եւ ավարտած գործին, որ նա արեց խաչի վրա։ Քրիստոսը խաչի վրա ոչ մի բան կիսատ բռատ չի թողել, ամեն ինչ ավարտված է։ Առանց Հիսուս Քրիստոսի զոհաբերության, առանց նրա մահվան, առանց նրա թաղվելու եւ հարություն առնելու չկա ավետարան, չկա ավետարանի զորություն, չկա ազատագրում, չկա բժշկություն, չկա ներում, չկա շնորհ, չկա հավիտենական կյանք, չկա հաշտեցում Աստծո հետ, չկա փրկություն ոչ մեկի համար։ Դրա համար Քրիստոսի ավետարանը, խաչի վրա Քրիստոսի զոհողությունը կենտրոնական է, հիմքն է, մեխն է մեր փրկության։ Եվ ինչի համար Հիսուս Քրիստոսը դա արեց, որտեղ մենք գտնվում ենք մեղքի գերության մեջ, որ մեզ մեղքից ազատագրի, հաղթի մահին։ Հիսուսի մասին Հովհաննես Մկրտիչը ասաց. ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը։ Հիսուս Քրիստոսը Աստծո գառն է, ով մորթվեց իմ ու քո մեղքերի համար, ով վերցնում է ամեն մարդու մեղքը, ով արդարացնում է ու հավիտենական կյանք է տալիս բոլոր նրանց, ովքեր հավատում են իր անվանը։ Հիսուս անունը ինքը նշանակում է նա, ով կփրկի իր ժողովրդին։ Հրեշտակը դրա համար էլ Հովսեփին ու Մարիամին ասեց. Հիսուս կդնեք նրա անունը, որովհետև նա պիտի փրկի իր ժողովրդին նրանց մեղքերից։ Սա է ավետարանի նպատակը, պատգամը, զորավոր գործը։ Հիսուսը եկավ մեր մեղքերը վերցնելու համար, մեզ մեղքի իշխանությունից ազատելու համար, խավարի գերությունից, սատանայի թագավորությունից լույսի մեջ բերելու, Աստծո որդու թագավորության մեջ բերելու համար, իր արյունով մեզ լվալու համար, իր հարությամբ մեզ արդարացնելու համար, մեզ սրբագործելու համար, մեզ փոխակերպելու համար, մահին ու գերեզմանին պարտության մատնելու համար եւ վերջում էլ սատանային ու չարին։ Հետևաբար Հռոմեացիների նամակը մեզ մանրակրկիտ կերպով բացատրում է Քրիստոսի ավետարանը, թե ինչ է այն նշանակում, որն է նրա զորությունը, եւ դրա համար մենք այն մանրամասնորեն ուսումնասիրելու ենք։ Սա սովորական նամակ չի, այլ կարևոր մի փաստաթուղթ, որ պարունակում է շատ կարևոր տեղեկություն ամեն քրիստոնյաների համար, թե աստվածաբանական, թե բարոյական, եւ անհրաժեշտ է մեր կյանքում կիրառելու համար, որպեսզի քայլենք այն հաղթանակի մեջ, որ Հիսուսը ունեցավ խաչի վրա։ Ու մենք ցանկանում ենք ստանալ, ընդունել ու կիրառել Հռոմեացիների նամակի ամբողջ խորությունը, ստանալ ավետարանի վերաբերող ճշմարտությունը, Աստծո հավիտենական ճշմարտությունը եւ արդյունքում վերափոխվելով դրանով, այսինքն թույլ տալ, որ Քրիստոսի ավետարանը իր ողջ զորությամբ վերափոխի մեզ, որտեղ եթե մենք չենք վերափոխվում, ուրեմն ոչ մի բարի լուր էլ չկա, եթե Քրիստոսի տարած հաղթանակի մեջ չենք ապրում, բարի լուր չկա մեզ համար։ Ամեն քրիստոնյայի գլխավոր նպատակը պետք է լինի փոխակերպվել այն ճշմարտությամբ, որ մենք ստանում ենք Տիրոջից, Աստծո խոսքից, եւ դրա համար Հռոմեացիների նամակը կենսական ուսուցում է քրիստոնյաների համար եւ Աստծո եկեղեցու համար։ Երկրորդ Տիմոթեոս 4-րդ նամակի 4-րդ գլխի 1-2 խոսքերում Պողոսը Տիմոթեոսին ասաց մի բան, նրան տալով պատվիրան, դա պատվիրան էր հենց Տիրոջից։ Պարտավորեցնում եմ քեզ Աստծո եւ Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է ողջերին ու մեռածներին իր հայտնության եւ թագավորության ժամանակ։ Քարոզիր Աստծո խոսքը, պատեհ թե անպատեհ առիթով, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամենայն համբերատարությամբ եւ վարդապետությամբ։ Իսկ հետո 3-ից 5-րդ խոսքերում Պողոսը տալիս է պատճառը, թե ինչու է խրախուսում Տիմոթեոսին ջանասիրաբար քարոզել Աստծո խոսքը, վստահանալ, որպեսզի վստահ լինի, որ տեղական եկեղեցին հագեցած լինի Աստծո խոսքի քարոզչությամբ, հատկապես առողջ ու ճշմարիտ ուսմունքով ու վարդապետությամբ։
Քանի որ նա ասում է սա, որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարտապետությունը չեն հանդուրժի, այլ իրենց ցանկություններին համապատասխանող եւ իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատեն իրենց։ Նրանք իրենց ականջները ճշմարտությունից կդարձնեն ու առասպելներին հետևելով կմոլորվեն։ Բայց դու ամեն ինչում արթուն եղիր, նեղություններ կրիր, ավետարանչի գործն արա, քո պաշտոնը կատարիր։ Մի բան, որ մենք հաստատ գիտենք Աստվածաշնչից, այն է, որ երբ Աստվածաշունչը որևէ բան է կանխատեսում, դա անպայման տեղի է ունենում։ Ուզենք, թե ոչ, հավատանք, թե չհավատանք։ Բայց կարիք ունենք մի բան գիտակցելու։ Այո, Աստվածաշունչը կանխատեսում է այս բոլոր բաները։ Օրինակ, Աստվածաշնչում մենք նոր կարդացինք, որ մարդիկ դադարելու են ճշմարտությունը սիրել, որ փնտրելու են ուսուցիչներ, որ իրենց ականջներին հաճոյախոսող բաներ ասեն, որ ճշմարտությունը չեն սիրելու, առասպելների են հետևելու ու մոլորվելու են, որ մարդիկ հեռանալու են հավատքից, ու լիքը նման բացասական բաներ է ասում Աստվածաշունչը, որ տեղի է ունենալու, եւ տեղի է ունենալու հենց հավատացյալների մեջ եկեղեցում։ Եվ դա ոչ ոք չի կարող փոխել, որտեվ Աստվածաշունչը Աստված ասել է, որ դա տեղի է ունենալու, որտեվ Աստված գիտի։ Այնինչ Աստված ասում է, իրականություն է դառնում, բայց բանը նրանում է, թե այս բաները պիտի կատարվեն։ Մեզանից յուրաքանչյուրը ընտրություն ունի, թե Աստվածաշնչի որ հատվածն ենք մենք անձամբ իրականացնելու։ Այսինքն, հարցը նրանումն է, դու ինչ ես իրականացնելու, ես ինչ եմ իրականացնելու, որ խմբի մասն ենք լինելու։ Դու լինելու ես այն խմբի մեջ, որ չի հանդուրժում առողջ ուսմունքը, որ ուզում է իր ականջները շոյող ուսուցում։ Դու լինելու ես այն մարդկանց թվում, որ չի սիրելու ճշմարտությունը, որ մոլորվելու է առասպելներին հետևելով։ Թե դու կլինես այն խմբի մեջ, Տիմոթեոսի նման, որոնք լրջորեն կմոտենան Սուրբ գրքին, ավետարանին, Քրիստոսի ճշմարտությանը, սովորելով, հասկանալով, պարտավորվելով կիրառել իրենց կյանքում, ապրելով ըստ ավետարանի, որ ապրեն Քրիստոսի հաղթանակի մեջ։ Որ բանակում ես դու լինելու, որովհետև դու ընտրություն ունես կատարելու։ Որ գրությունները կիրականացնես քո կյանքում։ Առաքյալները, երբ Հիսուսը համբարձվեց, միշտ մտահոգված էին գործել այնպես, որ Աստծո կամքը կատարեն, համապատասխանեն Սուրբ գրքի լավագույն բաների կատարմանը։ Այսքանը այսօր, իսկ վաղը մենք կշարունակենք։ Օրհնում եմ բոլորիս միտքը Հիսուսի անունով, թող Տերը ողորմի և քանդի մեր մտքերից, չարի կողմից դրված ամեն ստերը, ամեն ամրոցները և Տիրոջ իմաստությանը, խոսքին, գիտությանը հակառակվող ամեն բան ես գերի եմ վերցնում և հնազանդեցնում եմ Քրիստոսին և թող առատությամբ արձակվի ու հաստատվի մեր մեջ Տիրոջ ճշմարտությունը։ Ամեն։